Նա երբեք չէր կարդում ոչ մի գիրք, բացի Աստվածաշնչից։ Նա չուներ ակադեմիական կրթություն, բայց նրա խոսքը ցնցում էր մայրցամաքներ, իսկ նրա հավատքը վեր էր կանգնում բնության օրենքներից։ Նրան անվանում էին հավատքի առաքյալ։ Այսօր մենք կբացահայտենք մի մարդու պատմություն, ով հավատում էր, որ Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Սա Սմիթ Վիգլսվորթի կյանքի եւ զարմանահրաշ ծառայության պատմությունն է։ Սմիթ Վիգլսվորթը ծնվել է 1859 թվականին Անգլիայի Յորքշիր նահանգում ծայրահեղ աղքատ ընտանիքում։ Նրա մանկությունը հեռու էր հեքիաթային լինելուց։ Արդեն 6 տարեկանում նա աշխատում էր դաշտերում շախգամ հավաքելով, իսկ 7 տարեկանում բրդի գործարանում։ Նա չէր հաճախել դպրոց եւ կրթություն չուներ, բայց նրա սրտում կար մի ծարավ, որը չէր կարող հագեցնել ոչ մի աշխատանք։ 8 տարեկանում նա ճանաչեց Հիսուսին, եւ հենց այդ պահից սկսվեց նրա հոգեվոր ճանապարհը, թեև նա դեռ չգիտեր, թե ինչպիսի հզոր գործիք է դառնալու Աստծո ձեռքում։ Մասնագիտությամբ նա ջրմուղագործ էր եւ տարիներ շարունակ զբաղվում էր իր արհեստով։ Այդ ընթացքում նա ամուսնացավ Պոլլիի հետ, ով մի կրակոտ քարոզիչ էր։ Հետաքրքիրն այն է, որ հենց Պոլլին սովորեցրեց Սմիթին կարդալ եւ գրել։ Նա սովորեց կարդալ միայն մեկ գիրք Աստվածաշունչը, եւ հենց դա դարձավ նրա ողջ իմաստնության աղբյուրը։ Նա հաճախ էր ասում, որ ինքը ավելի շատ վախենում է Աստծուց մեկ վայրկյան շեղվելուց, քան մահից։ Վիգլսվորթի կյանքում բեկումնային եղավ 1907 թվականը, երբ նա ստացավ Սուրբ Հոգու մկրտությունը։ Այդ օրվանից նրա ջրմուղագործական գործիքները փոխարինվեցին հոգևոր զենքերով։ Նա սկսեց շրջել աշխարհով մեկ Անգլիայից մինչև Ամերիկա, Ավստրալիա եւ Աֆրիկա։ Նրա քարոզները կարճ էին, պարզ, բայց լեցուն այնպիսի հեղինակությամբ, որը ստիպում էր դևերին դողալ։ Նրա ծառայությունը լի էր ցնցող հրաշքներով։ Վիգլսվորթի մեթոդները հաճախ տարօրինակ էին թվում եւ նույնիսկ քննադատվում էին։ Նա կարող էր հարվածել հիվանդին կամ ուժեղ սեղմել ցավող հատվածը։ Երբ նրան հարցնում էին, թե ինչու է նա այդպես վարվում, նա պատասխանում էր, որ ինքը չի հարվածում մարդուն, այլ հարվածում է սատանային, որը տանջում է այդ մարդուն։ Եվ արդյունքներն ինքնին խոսում էին։ Քաղցկեղով հիվանդները բժշկվում էին, կույրերը տեսնում էին, իսկ աղերը թողնում էին իրենց սայլակները։ Սակայն ամենազարմանալի դեպքերը կապված էին մեռելների հարության հետ։ Պատմական վկայությունները փաստում են, որ նրա ծառայության ընթացքում առնվազն 14 մարդ հարություն է առել։ Նա հավատում էր, որ մահը պարզապես թշնամի է, որին կարելի է հաղթել հավատքով։ Նույնիսկ երբ նրա սիրելի կինը Պոլլին մահացավ, Սմիթը հրամայեց մահվանը բաց թողնել նրան, եւ Պոլլին բացեց աչքերը։ Միայն այն բանից հետո, երբ Աստված հայտնեց Սմիթին, որ ժամանակն է Պոլլիին տուն տանելու, նա թույլ տվեց կնոջը հեռանալ։ Վիգլսվորթի հավատքը հիմնված էր մի պարզ բանաձևի վրա։ Աստված ասել է դա, ես հավատում եմ դրան, եւ դա վերջակետ է։ Նա երբեք թույլ չէր տալիս իր տանը թերթեր կարդալ ասելով, որ իրեն պետք է միայն Աստծո խոսքի թարմությունը։ Նա սովորեցնում էր, որ հավատքը զգացմունք չէ, այլ գործողություն։ Նրա համար քրիստոնեությունը ոչ թե տեսություն էր, այլ կենդանի ուժի դրսևորում։ Սմիթ Վիգլսվորթը մահացավ 1947 թվականին, 87 տարեկան հասակում։ Նա մահացավ հենց այնպես, ինչպես ապրել էր հանկարծակի, առանց հիվանդության, եկեղեցու շեմին, երբ պատրաստվում էր մասնակցել մի հուղարկավորության։ Նա մահացավ լի հավատքով եւ ուժով թողնելով մի ժառանգություն, որը մինչ օրս ոգեշնչում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Այսօր Վիգլսվորթի պատմությունը մեզ հիշեցնում է, որ Աստված չի փնտրում հանճարների կամ հարուստների։ Նա փնտրում է այնպիսի սրտեր, որոնք պատրաստ են անվերապահորեն վստահել իրեն։ Եթե մի կրթություն չունեցող ջրմուղագործ կարողացավ փոխել աշխարհը հավատքի միջոցով, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կարող է Աստված անել ձեր կյանքում, եթե դուք պարզապես համարձակվեք հավատալ։